1999 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցավ մի խորհրդավոր անհետացում, որը մինչև օրս հուզում էր մարդկանց։ 11-ամյա աղջիկը միայնակ մնաց ընդամենը 90 վայրկյան և բառացիորեն անհետացավ։ Տարիներ անց ոստիկանությունը գտավ մի թղթադրամ, որի վրա աղջկա անունից գրված էր. «Ես ողջ եմ»։ Այս տեսանյութում մենք հավաքել ենք ողջ առկա տեղեկատվությունը այն մասին, թե ինչ է պատահել Միկել Բիքսի հետ։ Մինչ հոլովակը սկսելը, բաժանորդագրվեք ալիքին հետաքրքիրը բաց չթողնելու համար, իսկ մենք սկսեցինք։ 1999 թվականի հունվարի 2-ին ամերիկյան Մեսա քաղաքում երկու քույրեր՝ 11-ամյա Միկելը և 9-ամյա Քիմբերը զբոսնում էին տան մոտակայքում։ Զով երեկո էր, դրսում նոր էր սկսվում մթնելը։ Չնայած ձմռան թեժ պահին, Արիզոնան տաք հարավային նահանգ է, ուստի Միկելը վերցրել էր հեծանիվը և վարում էր քրոջ կողքին։ Ինչ-որ պահի աղջիկներին թվաց, թե լսում են մոտեցող պաղպաղակի ֆուրգոնի ձայնը։ Դրանց վրա տեղադրում են բարձրախոսներ և երաժշտություն են միացնում, որպեսզի երեխաներին տեղեկացնեն սիրելի քաղցրավենիքի մոտենալու մասին։ Աղջիկը շտապեց տուն, որպեսզի մայրիկից մանրադրամ խնդրի պաղպաղակի համար, որից հետո վերադարձավ փողոց։ Սակայն պաղպաղակի ֆուրգոնը ոչ մի տեղ չկար, և աղջիկները սկսեցին սպասել։ Ինչ-որ պահի Քիմբերը մրսեց։ Նա ասաց քրոջը, որ կվազի տուն բաճկոնի ետևից ու կվերադառնա։ Երբ նա ետ եկավ, Միկելն արդեն այնտեղ չէր։ Նրա հեծանիվը ընկած էր ճանապարհին, իսկ անիվը դեռ պտտվում էր։ Դրա կողքին թափված են երկու մետաղադրամ, որոնք աղջիկը պատրաստել էր պաղպաղակ գնելու համար։ Քիմբերը վերադարձավ տուն և մորն ասաց, որ Միկելը անհետացել է։ Ոչ նա, ոչ մայրը դեռ մտքի ծայրով անգամ չէին անցկացնում, որ աղջկա հետ կարող էր որևէ բան պատահած լինել։ Մայրը կարծեց, թե Միկելը մտել է հարևանի տուն, որոնց հետ ընտանիքը մտերիմ հարաբերությունների մեջ էր։ Սակայն աղջիկն այնտեղ չէր, և մայրը հասկացավ, իր դրստեր հետ կարող էր ինչ-որ սարսափելի բան պատահել։ Դրանից անմիջապես հետո նա դիմեց ոստիկանություն։ Հարկ է նշել, որ ոստիկանության արձագանքը շատ արագ էր։ Արդեն 30 րոպե անց օդ բարձրացավ ուղղաթիռը։ Իրավապահները կանգնեցնում էին բոլոր կասկածելի մեքենաները, շրջում շրջակա տներով։ Այդ օրը աղջկա դպրոցի կամավորները բաժանում և փակցնում էին նրա լուսանկարներով թռուցիկներ։ Հետագայում այդ լուսանկարները կհայտնվեն խանութների ցուցափեղկերին և ճանապարհների երկայնքով տեղադրված գովազդային վահանակների վրա ողջ Արիզոնայում։ Ոստիկանությունը խուզարկեց աղբամանները և ստուգեց հարյուրավոր տներ։ Գործը հանձնարարվեց դետեկտիվներ Բուչ Գեյթսին և Ջերի Գեսելին։ Ոստիկանները հարցաքննեցին նահանգի յուրաքանչյուր պաղպաղակ վաճառողի և չկարողացան պարզել, որ նրանցից գոնե մեկը եղել է այդ տարածքում աղջկա անհետացման պահին։ Դետեկտիվները վերականգնեցին իրադարձությունների ժամանակագրությունը և հանգեցին մի սարսափելի եզրակացության. աղջիկն անհետացել է ընդամենը 90 վայրկյանում։ Հենց այդքան ժամանակ է բացակայել Քիմբերը։ Հեծանիվի պտտվող անիվը հաստատում էր այն փաստը, որ առևանգումը տեղի ունեցել ծայրահեղ արագ։ Որոնողական շները ոչ մի կերպ չէին կարողանում գտնել աղջկա հետքը, իսկ երբ այնուամենայնիվ գտան, ապա արեցին ընդամենը մի քանի քայլ դեպի ճանապարհի կողմը։ Բանն այն է, որ շունը մարդու հետքը վերցնում է միայն այն դեպքում, երբ անհետացածը գնացել է սեփական ոտքերով։ Սա միայն ամրապնդեց ոստիկանության հիմնական վարկածը։ Աղջկան նստեցրել են մեքենա և տարել, և այս ամենը հաշված վայրկյանների ընթացքում։ Իրավիճակը բարդացնում էր վկաների լիակատար բացակայությունը։ Չնայած այն բանին, որ աղջիկները խաղում էին տներով լի փողոցում, հարևաններից ոչ մեկը չէր տեսել նրանց այդ երեկո։ Հետագայում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ինչ-որ տղամարդ փորձել է երկու աղջկա փախցնել հենց դպրոցից։ Այդ պահին երեխաները 10 և 11 տարեկան էին։ Ոստիկանությունը ստուգեց տեղեկությունը Միկելի հետ կապի առարկայով, ով հենց 11 տարեկան էր, բայց առևանգումը անհաջող կատակ դուրս եկավ։
ապացույցները գնալով քչանում էին, ուստի ոստիկանությունը սկսեց մշակել ստանդարտ տեսությունները։ Երեխայի անհետացման դեպքում պարտադիր ստուգում են ծնողներին և մյուս հարազատներին։ Հաշվի առնելով, որ Միկելի մայրը առևանգման պահին գտնվում էր տանը, քննիչները զբաղվեցին աղջկա հորով։ Հենց սկզբից ոչ ոք առանձնապես չէր հավատում նրա մասնակցությանը, ինչու պետք է հայրը առևանգեր սեփական դստերը, հատկապես այսպիսի ձևով, փողոցի մեջտեղում, ժամանակի մի կարճ հատվածում, երբ նրա մյուս դուստրը վազել էր տուն։ Սակայն շուտով պարզվեց, որ տղամարդը ստել է իր ալիբիի մասին։ Առաջին հարցաքննության ժամանակ նա հայտարարել էր, թե առևանգման պահին աշխատավայրում էր, և դա սուտ դուրս եկավ։ Իրականում նա ժամանակ էր անցկացնում իր սիրուհու հետ։ Հետո ավելի հետաքրքիր է դառնում։ Տղամարդը տապալեց հարցաքննությունը ստի դետեկտորով։ Նրա կինը խոստովանեց, որ գիտեր դավաճանության մասին։ Տերյանը, նրա ամուսինը, ինքն էր պատմել նրան այդ մասին պատահածից 1 ամիս առաջ։ Զույգը մտածում էր ամուսնալուծության մասին։ Չնայած կեղծ ալիբիին, ոստիկանությունը վերջիվերջո դադարեց հորը դիտարկել որպես կասկածյալ։ Նույնիսկ ամուսնալուծության դեպքում կինը չէր պլանավորում արգելել նրան տեսնվել երեխաների հետ։ Նա պարզապես դրդապատճառ չուներ։ Բացի այդ, դետեկտիվները ընդունեցին, որ ստի դետեկտորի արդյունքների վրա կարող է ազդել հոր հուզական վիճակը, ում դստերը նոր էին առևանգել։ Հնարավոր է, որ նա նույնիսկ մեղքի մի մասն իր վրա էր բարդում և մտածում, որ եթե ինքը տանը լիներ ընտանիքի հետ, ողբերգությունից կարելի էր խուսափել։ Դետեկտիվները նաև հետևեցին Տերյանի տեղաշարժին այդ երեկո և պարզեցին, որ նա պարզապես չէր հասցնի թաքցնել մարմինը։ Տղամարդը շատ արագ հայտնվել էր տանը այն բանից հետո, երբ նրան զանգել էր կինը, և հայտնել դստեր անհետացման մասին։ Դետեկտիվ Գեսիլը հետագայում հայտարարեց, որ Միկելը ամենայն հավանականությամբ ծանոթ չի եղել առևանգողի հետ։ Եթե դա լիներ հայրը, նա չէր գցի հեծանիվը և մանրադրամը գետնին։ Աղջիկը փորձել է փախչել անծանոթից, բայց պարզապես չի հասցրել։ Քննության ընթացքում ոստիկանության մոտ պարբերաբար հայտնվում էին թելադրանքներ, որոնք տանում են ոչ մի տեղ։ Մի անանուն տղամարդ զանգահարեց դետեկտիվներին և հայտնեց, որ Միկելի մարմինը գտնվում է քաղաքի շրջակայքում գտնվող լքված գործարանի տարածքում։ Ոստիկանությունը ուսումնասիրեց տեղանքը, բայց ոչինչ չգտավ։ Հետագայում նրանց էլեկտրոնային փոստին նամակ եկավ, որում ինչ-որ անանուն անձ հայտարարեց, որ հենց ինքն է առևանգել աղջկան։ Մասնագետները բավականին արագ հետևեցին ուղարկողի IP հասցեն, և հատուկ ջոկատայինների խումբ ուղարկվեց նրա տուն, Ֆենիքս քաղաքում։ Պարզվեց, որ ուղարկողը 12-ամյա մի տղա էր, ով պարզապես որոշել էր կատակել։ Այդ ընթացքում ոստիկանությունը հայտնվեց փակուղում, սկսելով մշակել ամենաանհեթեթ տեսությունները։ Նրանք խուզարկեցին շրջակայքի 35 լքված ոսկու հանքեր, իսկ հետո նույնիսկ հարցաքննեցին գրեթե 500 էքստրասենսների, որոնք իբր թե կարող էին օգնել քննությանը։ Բնականաբար դա ոչ մի արդյունքի չբերեց։ Գտնվեց մի վկա, ով տեսել էր պղնձագույն ջիպ Միկելի առևանգումից քիչ առաջ։ Վարորդին արագ գտան, և նա անմեղ դուրս եկավ։ Դրանից հետո ոստիկանությունն արդեն հույսը կտրեց աղջկան գտնելուց, քանի որ նրանց առջև բառացիորեն ոչ մի թել չէր մնացել։ Այսպես շարունակվեց ընդհուպ մինչև 1999 թվականի սեպտեմբերի 27-ը, մինչև հանդարտ շրջանը ցնցեց հերթական շոկային իրադարձությունը։ Պիքսերի հարևանությամբ բնակվող մի կին վերադարձավ տուն և մտավ խոհանոց, որտեղ տեսավ մի միջին տարիքի տղամարդու արձակված տաբատով։ Նա ոչ մի բառ չասաց, փոխարենը հարձակվեց կնոջ վրա, սկսեց խեղդել և բռնության ենթարկեց նրան։ Դրանից հետո հանցագործը հրդեհեց տունը և հեռացավ։ Հանցագործը կարծել էր, թե իր զոհը մեռած է, բայց կինը ողջ մնաց։ Նրա պարանոցը կտրված էր, բայց նա կարողացավ հասնել հեռախոսին
եւ շտապօգնություն կանչել։ Արդեն հիվանդանոցի ճանապարհին նա վերջին ուժերով շշնջաց բժիշկներին. Միկել Բիգս, աղջիկը, որն անհետացել է։ Նա տարավ նրան, դուք պետք է նրան փրկեք։ Ողջ քաղաքը նորից ոտքի կանգնեց։ Իրադարձությունները սկսեցին զարգանալ արագորեն։ Ոստիկանությունը ձեռնամուխ եղավ գործին եւ ձերբակալեց հարձակվողին։ Դա Դի Բալոկն էր։ Տղամարդը այդ շրջանում հայտնի ալկոհոլիկ էր, ով ապրում էր կնոջ եւ 3 երեխաների հետ, վերանորոգում էր ջարդված մեքենաներ եւ ժամանակ առ ժամանակ խախտում հասարակական կարգը։ Նրա տունը գտնվում էր Բիգսերից ընդամենը 2 թաղամաս այն կողմ։ Տղամարդը առաջիններից մեկն էր, ով կամավոր օգնություն առաջարկեց Միկելի որոնումներում եւ հոժարակամ թույլ տվեց ոստիկանությանը խուզարկել տունը, բայց ոչ հետնաբակի թրեյլերը։ Թրեյլերի համար նա օրդեր պահանջեց։ Համաձայնեք, նման վարքագիծը ծայրահեղ տարօրինակ է։ Վատ հեղինակություն ունեցող մարդը կամավոր օգնում է անհետացած աղջկա որոնումներում, առանց որևէ հարցի թույլ է տալիս ոստիկանությանը նայել իր տունը եւ հանկարծակի արգելում է նրանց նայել թրեյլերի մեջ։ Այդ ժամանակվանից Բալոկը դարձավ գլխավոր կասկածյալը։ Չնայած այն բանին, որ կինը նրա համար ալիբի ապահովեց Միկելի առևանգման պահին, բայց նրա պատմածին ոչ ոք չէր հավատում։ Ամենայն հավանականությամբ նա պարզապես վախենում էր իր ամուսնուց։ Դետեկտիվները սկսեցին փորփրել Բալոկի անցյալը եւ պարզեցին, որ նա 3 անգամ դատապարտված է եղել բռնության եւ ոտնձգությունների, ինչպես նաեւ անչափահասների առևանգման համար։ Նա բանտից դուրս է եկել միայն 1995 թվականին, եւ այն ժամանակ հարևաններից ոչ մեկը նույնիսկ չէր կասկածում, թե ինչպիսի հրեշը բնակություն հաստատել հարևանությամբ։ Շաբաթական մի քանի անգամ Միկելը հաճախում էր դաշնամուրի, մասնավոր դասերի մի հարևանի մոտ, ով ապրում էր Բալոկի տան դիմացի ճանապարհին։ Սա խոսում էր այն մասին, որ տղամարդը կարող էր ճանաչել աղջկան նրա անհետացումից շատ առաջ։ Կնոջ վրա հարձակվելու համար Բալոկի ձերբակալությունից հետո ոստիկանությունը նորից եկավ նրա մոտ, խուզարկության եւ պլանավորում էր ուսումնասիրել այն թրեյլերը, որի մեջ նա նախկինում թույլ չէր տվել մտնել, բայց նրանց հիասթափություն էր սպասվում։ Թրեյլերը անհետ կորել էր։ Միկելի ծնողների համար դա ուժեղ հարված էր։ Նրանք համոզված էին, որ իրենց դուստրն այնտեղ է, ողջ թե մեռած, բայց այն անհետացել էր, բայց ոստիկանությանը չհաջողվեց պարզել դրա գտնվելու վայրը։ 1999 թվականի սեպտեմբերի 27-ին կնոջ վրա հարձակվելու համար Բալոկը դատապարտվեց 15.5 տարվա բանտարկության։ Միկելի անհետացմանը իր մասնակցությունը նա կտրականապես հերքում էր։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Հարևանուհու վրա հարձակման եւ այն գազանությունների համար, որ նա արել էր նրա հետ, 15 տարվա բանտարկությունը կարելի է մեղմ որոշում անվանել ԱՄՆ-ի չափանիշներով։ Ընդհակառակը, 11-ամյա աղջկա առևանգման մեջ խոստովանությունը կարող էր նրան ուղղակի էլեկտրական աթոռի հասցնել։ Ծնողները չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ճշմարտության իրենց միակ հույսը ցնդեց։ Մայրն ու հայրը Բալոկին նամակ գրեցին ուղիղ բանտ, որտեղ տվեցին գլխավոր հարցը. արդյոք նա առնչություն ունի Միկելի անհետացման հետ։ Խոստովանություն ստանալու հույս ոչ ոք չուներ, բայց հանցագործի պատասխանը անակնկալի բերեց ծնողներին։ Նա գրեց, որ խոսակցությունը չափազանց անձնական է եւ առաջարկեց ծնողներին այցելել իրեն բանտում։ Այդ պահին ծնողների սրտերում նորից հույս արթնացավ, որ Բալոկը կխոստովանի։ Նստած լինելով հանցագործի դիմաց, հայրը հարցրեց, թե արդյոք նա առնչություն ունի իր դստեր անհետացման հետ։ Բալոկը պարզապես պատասխանեց, որ չունի։ Այդ նույն ոճով խոսակցությունը շարունակվեց եւս մի քանի րոպե, որից հետո հանցագործը պարզապես վեր կացավ ու գնաց պահակախմբի ուղեկցությամբ։ Ամեն ինչ այնպիսի տեսք ուներ, ասես նա պարզապես ծաղրում էր ծնողներին, տալով նրանց կեղծ հույս եւ ոչնչացնելով այն,
նայելով նրանց աչքերի մեջ։ Բալոկի նման սադիստի համար ուրիշների տառապանքը կարող էր անգերազանցելի հաճույք պատճառել։ Եվ ով գիտի, հանուն դրա էր նա ձեռնարկել հանդիպումը վշտից կոտրված ծնողների հետ։ Դրանից հետո Միկելի մայրը խոստովանեց, որ համոզված է Բալոկի մասնակցության մեջ։ Նա հայտարարեց. «Ես նստած էի այն տղամարդու դիմաց, ով սպանել էր իմ դստերը, եւ ոչինչ չէի կարող անել»։ Այս պահին գործի բացահայտման հույսը լքեց նույնիսկ ամենատոկուններին։ Բացարձակապես բոլորը կարծում էին, որ նոր թելեր այլևս երբեք չեն հայտնվի։ Տարիներ անց նրանք կհասկանան, որ սխալվում էին, բայց այդ մասին քիչ ուշ։ Միկելի անհետացման 5-րդ տարելիցին ծնողները թաղեցին դատարկ դագաղ, վերջնականապես հրաժեշտալով դստերը։ Այդ ընթացքում նրանց ամուսնությունը քայքայվեց։ Նրանք փոխեցին բնակության վայրը եւ դժկամությամբ էին շփվում լրագրողների հետ։ Մինչև 2018 թվականը այս գործը մնաց դարակներում։ Ոստիկանությունը պարզապես աշխատելու ոչինչ չուներ, բայց բոլորի համար անսպասելիորեն տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ցնցեց ողջ Ամերիկան։ 2018 թվականի մարտի 14-ին Վիսկոնսին նահանգի Նինա քաղաքի ոստիկանական բաժանմունք պատահաբար ընկավ $1 թղթադրամ։ Դրա վրա անփույթ ձեռագրով գրված էր. «Իմ անունը Միկել Բիքս է, առևանգված Մեսայից։ Ես ողջ եմ»։ Թղթադրամը հայտնաբերել էր մի տեղացի բնակիչ, ով բանկային մեջ մետաղադրամներ և դոլարանոց թղթադրամներ էր հավաքում։ Հենց նրա ձեռքն էր ընկել այս դոլարը, որից հետո նա հայտնել էր գտածոյի մասին ոստիկանությանը։ Ոստիկանությունում ակնթարթորեն վերսկսեցին քննությունը։ Միկելի մայրը սլացավ գրեթե 2000 մղոն, որպեսզի նայի ձեռագրին և հասկանա, արդյոք այդ ուղերձը իսկապես գրված է իր դստեր կողմից։ Մյուս հարազատները նույնպես եկան բաժանմունք, բայց նրանք բոլորը հուսահատեցնող հայտարարություն արեցին. ձեռագիրը ամենևին նման չէ Միկելի ձեռագրին, իսկ անունը գրված է սխալով։ Մայրը ենթադրեց, որ թղթադրամը կարող է լինել ինչ-որ մեկի ծայրահեղ անհաջող կատակը։ Մյուս հարազատները նույնպես պաշտպանեցին այս վարկածը։ Չնայած դրան, ոստիկանությունը փորձում էր հետևել թղթադրամի ճանապարհին։ Չնայած դա անելը գործնականում անհնար էր։ Թղթե գումարները այնքան անգամ են փոխում տերերին, որ այդ գրության հեղինակին գտնելը հնարավոր չէր։ Փորձագետները, ովքեր ուսումնասիրել էին թղթադրամը, ենթադրեցին, որ գրությունը արված է չափահաս տղամարդու կողմից, ով փորձել է նմանակել երեխայի ձեռագիրը։ Չնայած ամեն ինչին, թղթադրամի վրայի այս ուղերձը թվում է ծայրահեղ կասկածելի։ Կարող էր դա լինել ինչ-որ մեկի կատակը։ Հավանականությունը, որ թղթադրամի մասին կիմանան ոստիկանությունն ու հարազատները, չափազանց փոքր է։ Այն կարող էր տարիներով ձեռքից ձեռք անցնել կամ ընդհանրապես մնալ բանկային պահոցում, և ոչ ոք ուշադրություն չէր դարձնի դրա վրա։ Այն փաստը, որ այն ընկել է սրտացավ տղամարդու ձեռքը, ով հայտնել է այդ մասին ոստիկանությանը, ավելի շուտ հրաշք է, քան անխուսափելիություն։ Ինչ վերաբերում է ձեռագրին, չի կարելի բացառել ամենաակնհայտ վարկածը։ Միկելը կարող էր գրել շտապելով, վախենալով բռնվելուց։ Բացի այդ, նա անհետացել էր թղթադրամի հայտնվելուց 9 տարի առաջ։ Եթե ենթադրենք, որ ինչ-որ մեկը նրան գերության մեջ է պահել, արդյոք նրան հնարավորություն է տվել այդ ընթացքում որևէ բան գրել։ 9 տարի առանց պրակտիկայի ձեռագիրը կարող է փոխվել մինչև անճանաչելիություն։ Կա ևս մեկ հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի. որքան ժամանակ առաջ է արվել այդ գրությունը։ Թղթադրամը կարող է շրջանառության մեջ լինել տարիներով, կամ կարող էր հայտնաբերվելուց քիչ առաջ։ Արժե հիշել Բալոկի մասին, ով պետք է ազատ արձակվեր բանտից 2017 թվականին։ Հնարավոր է, որ սա չար կատակ էր, նրա ձեռքի գործը։ Բավական է հիշել, թե ինչպես էր նա տանջում դժբախտ ծնողներին, տալով նրանց կեղծ հույսեր։
Հնարավոր է այս բոլոր հարցերի պատասխանները մենք այդպես էլ չիմանանք։ Կամ էլ այս գործը նորից կցնցի աշխարհը անսպասելի մանրամասներով։ Քիմբերը, ով վերջինն է տեսել իր ավագ քրոջը, առևանգումից առաջ, մինչև օրս չի կարողանում մոռանալ այդ սարսափելի հունվարը։ Երկար ժամանակ նա իրեն էր մեղադրում այդ բանի համար, որ տուն էր գնացել բաճկոնի ետևից, բայց հիմա նա գիտակցում է, չափահաս առևանգողի դեմ նա անպաշտպան կլիներ։ Այժմ Քիմբերը մեծացնում է իր փոքրիկ որդուն, ում անընդհատ պատմում է իր մորաքույր Միկելի մասին։ Նա նրան անվանում է հրեշտակ, ով հսկում է նրան։ Աղջիկը, ինչպես իր ողջ ընտանիքը, համոզված է՝ Միկելին առևանգել է Բալոկը, բայց առանց ապացույցների դա այլևս երբեք չի հաջողվի ապացուցել։ Եթե միայն հանցագործն ինքը չորոշի խոստովանել, որպեսզի հերթական հարվածը հասցնի անհետացած աղջկա ընտանիքին։ Հիմա 2025 թվականն է։ Ոստիկանությունը պարբերաբար թարմացնում է Միկելի տարիքային առաջընթացի լուսանկարները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի տեսք կունենար նա այսօր։ Նա այժմ պետք է լիներ 37 տարեկան։ ԴՆԹ-ի ժամանակակից հետազոտությունները նույնպես կիրառվում են ցանկացած նոր հայտնաբերված անհայտ մնացորդների ստուգման համար, բայց առայժմ համընկնում չի եղել։ Գործը դեռ բաց է, բայց իրական ապացույցների բացակայության պատճառով այն դանդաղել է։ Շատ փորձագետներ կարծում են, որ միայն Դի Բալոկի խոստովանությունը կամ պատահական գտածոն կարող են լուծել այս առեղծվածը։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Կա հույս, որ թղթադրամի վրայի գրությունը արվել է հենց Միկելի կողմից, եւ նա մինչև հիմա ողջ է։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։ Իսկ մենք կհանդիպենք նոր բացահայտումներով։